Մոսկվայից հայտարարել են, որ գիշերվանից ուժի մեջ է մտել մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը, միևնույն ժամանակ ռուսական կողմը մեղադրել է ուկրաինական ուժերին զինադադարի ռեժիմը խախտելու համար։ Ըստ ՌԴՊՆ հաղորդագրության դաշնության ուղղությամբ մի քանի տասնյակ ԱԹՍ է արձակվել, նավթավերամշակման օբյեկտներ են վնասվել։ Թիրախում է եղել նաև Մոսկվան, չվերթներ են հետաձգվել։ Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ հայելային արձագանք են տվել։ Զուգահեռ Կիևը մեղադրել է Ռուսաստանին հրադադարը խախտելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են շփման գծի երկայնքով։ Նաև թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Ուկրաինայի նախագահը զգուշացրել է հայելային արձագանք կտան։ Զելենսկին խորհուրդ չի տվել օտարերկրյա առաջնորդներին մայիսի 9-ին այցելել Մոսկվա։ Նաև տեղեկություններ կան, որ Չեռնոբիլի ԱԵԿ-ի մոտակայքում զանգվածային անտառային հրդեհներ են։ Այժմ մարման աշխատանքներ են տարվում, սակայն իրավիճակը բարդանում է չոր եղանակի, ուժեղ քամիների եւ ականային վտանգի պատճառով։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիևի միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնելու իմաստ այժմ չկա։ Նա շեշտել է, Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից, եթե ցանկանում է դիվանագիտական դաշտում առաջընթաց տեսնել։ Ուշակովը նշել է, որ նման համաձայնությունից հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն եւ կսկսվեն բանակցությունները։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում Սպիտակ տան թիմը կարող է ժամանել Կիև։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ակտիվացնել դիվանագիտական գործընթացները։ Նրա խոսքով օրակարգում են նաև հումանիտար հարցեր, մասնավորապես գերիների փոխանակումը։ Զուգահեռ տեղեկություններ կան, որ Եվրամիությունը պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ ԵՄ երկրները նման ներուժ ունեն եւ այդ հարցում վայելում են Զելենսկու աջակցությունը։ Անտոնիո Կոշտան տեղեկացրել է, որ ներկայում շփումների մեջ է միության 27 անդամների ղեկավարների հետ հասկանալու, թե ինչ պետք է քննարկեն Մոսկվայի հետ, երբ ժամանակը գա։ Նա հավատացրել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաձեռնված բանակցություններին։ Մոսկվայից արձագանքել են, Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց չի նախաձեռնի այդ շփումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական կողմի համար խնդրահարույց է ռուս-ուկրաինական հակամարտության մասով Եվրոպայի դիրքորոշումը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը մեկամսյա հրադադարից հետո փոխադարձ հարվածներ են հասցրել։ Թեհրանից նշել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են Հորմուզի նեղուց մտնող երկու նավ, ինչպես նաեւ հարվածել են Իրանի տարածքին։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են հասցվել իրանական Քեշմ կղզու նավահանգստին եւ Բանդար-Աբաս քաղաքին։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ կրակ են բացել ի պատասխան ամերիկյան ռազմանավերի վրա իրանական հարձակումների։ Արաբական Միացյալ Էմիրություններից էլ մեղադրել են Իրանին երկրի ուղղությամբ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ արձակելու համար, հաղորդվում է տուժածների մասին։ Սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է եւ տեղի ունեցածը չի նշանակում ռազմական գործողությունների վերսկսում։ Նրանք փորձեցին խաղալ մեզ հետ, մենք ոչնչացրինք նրանց, ասել է ԱՄՆ նախագահը։ Մինչդեռ Թեհրանից հավատացնում են, որ զգալի վնաս են հասցրել ամերիկյան ուժերին։ Իրանական կողմը նախազգուշացնում է, անհրաժեշտության դեպքում կրկին կարձագանքեն։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, հենց սեղանին դիվանագիտական լուծում է հայտնվում, Միացյալ Նահանգները դիմում է ռազմական արկածախնդրության։ Նրա խոսքով ամեն դեպքում Իրանը չի պատրաստվում գլուխ խոնարհել։ Այս զարգացումների ֆոնին տեղեկություններ կան, որ բանակցությունները շարունակվում են, հաղորդվում է, որ այժմ Իրանը դիտարկում է կարգավորման ամերիկյան առաջարկը։ Վաշինգտոնի հիմնական պահանջներն են, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից եւ բացի Հորմուզի նեղուցը։ Չնայած Իսրայել-Լիբանան բանակցություններին եւ հայտարարված հրադադարին, Ցահալը եւ Հեզբոլահը բարբերաբար հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Հրեական պետության բանակը կոչ է արել Լիբանանի հարավային մի քանի քաղաքի եւ գյուղի բնակիչների տարհանվել։ Ցահալի տվյալով այդ տարածքներում կան Հեզբոլահի ներկայացուցիչներ, որոնց դեմ Իսրայելը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել։ Մարտի սկզբից ի վեր Լիբանանին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 2700 մարդ, վիրավորվել է 8000-ից ավելին։ 1.6 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները։ Իսրայելի ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում նաև Գազայի հատվածում, նշվում է, որ հարավում ոչնչացվել են Համասին պատկանող օբյեկտներ։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ նաև շարժման ներկայացուցիչներ են չեզոքացվել։ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Կուբայի դեմ եւ կշարունակի այս քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչեւ հանրապետության իշխանությունները քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ չանցկացնեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով չեն պատրաստվում պարզապես հետևել, ինչպես է Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Ի պատասխան Կուբայի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Վաշինգտոնին ցեղասպան մտադրությունների համար, հաշվի առնելով, որ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների հետևանքով Կուբան բախվել էր լուրջ խնդիրների, մասնավորապես էներգետիկ ոլորտում։ Դոնալդ Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ Իրանից հետո զբաղվելու են Կուբայով, ամերիկյան կողմը չէր բացառում կղզին գրավելու հնարավորությունը։ Սակայն մայիսի 7-ին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դե Սիլվայի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի։ Դիանա Գասպարյան, լուրեր։